Ձերբակալություններ Թուրքիայում հավանական ընտրությունից առաջ։ Ձերբակալվել է Էրդողանի գլխավոր մրցակիցը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Մեղադրանքը կոռուպցիա ու ահաբեկություն։ Էքրեմ Իմամօղլուն հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և համարվում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը նախագահի հնարավոր արտահերթ ընտրությանը։ Ըստ տեղական լրատվամիջոցների ձերբակալվել է նաև քաղաքական գործչի մամուլի քարտուղար Մուրադ Օնգյունը։ Իրավապահները խուզարկել են պաշտոնյայի տունը։ Բացի այդ, վերջերս գլխավոր դատախազության պահանջով Ստամբուլի համալսարանը հետ է կանչել Իմամօղլուի դիպլոմը։ Քաղաքապետը նախ սովորել է Հյուսիսային Կիպրոսի համալսարաններից մեկում, ապա տեղափոխվել Ստամբուլ, թեև այդ ժամանակ ուսումնական հաստատությունը պաշտոնապես ճանաչված չէր։ Ի դեպ, Թուրքիայում նախագահի ընտրությանը թեկնածություն կարող է դնել միայն բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացին։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել 105 պետական ծառայողի և քաղաքական ակտիվիստի։ Ձերբակալությունից հետո Ստամբուլում 4 օրով արգելվել են բոլոր տեսակի հավաքները և ցույցերը։ Երկրում արգելափակվել են X, Instagram, TikTok, Facebook, WhatsApp և YouTube սոցիալական կայքերը։ Գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը հայտարարել է՝ տեղի ունեցողը հեղաշրջում է ու չկանգնեցնելու դեպքում երկրում այլևս ընտրություն չի լինի։